Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, թեման բասկետբոլն է։ Հյուրս Պրո Բասկետ Ալիգայի նախագահ Հարապ Պողոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Գիլոյան։ 6 ամիս տևած Պրո Բասկետ Հայաստանի առաջնությունը ավարտվեց Ուրարտուի չեմպիոնությամբ, շատ հետաքրքիր պայքարում անցավ, 8 թիմերի մասնակցությամբ, եղան շատ լարված հանդիպումներ, play-off-ը իսկապես շատ հետաքրքիր էր, հավասարազոր թիմերի պայքար էր, ամեն ինչ տեսանք, ինչը հարիր է մեծ բասկետբոլին, իհարկե նաև խնդիրներ տեսանք, իհարկե նաև այդ խնդիրների լուծման համար ճանապարհներ է պետք գտնել, բայց այդ ամենի մասին կզրուցենք, երբ դիտենք գործընկերներից պատրաստած ռեպորտաժը ու վերադառնանք տաղավար։ Խնդրեմ։ Հայաստանի Պրո Բասկետ Ալիգայի 2025-26 մրցաշրջանն ավարտվեց լարված և հիշարժան պայքարով, պարգևելով երկրպագուներին բարձրակարգ բասկետբոլ և անակնկալներով լի հանդիպումներ։ Եզրափակչում միմյանց հետ մրցեցին Ուրարտու և Հատիս թիմերը։ Եզրափակիչ դիմակայությունը բաղկացած էր 2 խաղից։ 1-1 հաշվի պարագայում հաղթող էր ճանաչվելու այն թիմը, որը 2 խաղում ավելի շատ միավոր կվաստակեր։ Օլիմպիավանում կայացած առաջին խաղում Ուրարտուն վստահ հաղթանակ տարավ 86-71 հաշվով, հիմնական առավելությունը ստանալով վերջին քառորդում։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջորդան Թիլմանը, վաստակելով 27 միավոր, գրանցելով 9 ռիբաունդ և 5 ասիստ։ Երկրորդ խաղում Հատիսը պետք է հաղթեր առնվազն 15 միավորի առավելությամբ, ամբողջ հանդիպումն անցավ գերլարված և հավասար պայքարում։ Հատիսը հաղթեց, բայց միայն 4 միավորի առավելությամբ, 94-90 հաշվով, և 2 հանդիպումների հաշվարկում առավելությունն Ուրարտուինն էր։ Թիմը հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Այդ խաղում MVP դարձավ Ուիլյամ Փոլ Հենդերսոնը 24 միավորով և 16 ռիբաունդով դառնալով դաբլ-դաբլի հեղինակ։ Երրորդ տեղի համար պայքարը ևս թեժ էր։ Օլիմպիավանը 113-103 հաշվով հաղթեց Էրեբունիին և դարձավ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր։ Այս խաղում անգերազանցելի էր Ջորդան Սթաֆֆորդը, որը վաստակեց 41 միավոր, կատարեց 9 ռիբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։ Այսպիսով Պրո Բասկետ Ալիգայի հերթական մրցաշրջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական բասկետբոլը շարունակում է զարգանալ, ներկայացնելով բարձր մակարդակի մրցակցություն և նոր աստղեր։ Մենք վերադառնում ենք տաղավար, պարոն Պողոսյան, և առաջին հարցը ստացվեց արդյոք այս տարվա առաջնությունը և ինչով էր այն տարբեր նախորդ տարիներից։ Մենք որ ալիգան սկսեցինք, երկրորդ մրցաշրջանից սկսած շատ ուժեղ թիմեր էին ձևավորվում և մասնակցում էին։ Մենք գոյատևում էինք ինչ-որ չափով, աշխատում էինք լավագույնս արդյունքներ ցույց տալ, որակ ցույց տալ, բայց գումարների պակասության պատճառով մենք չենք կարողանում լավ դրսևորենք, բայց ձևավորվեց ինչ-որ շուկա, ես համարում էի, որ դա կայացման ինչ-որ փուլ պետք է լինի, որ շուկան ձևավորվի, որ առաջանան հովանավորներ, ուրիշ հետաքրքրություն լինի, բացի գումար աշխատելուց։ Այս մրցաշրջանում շատ լավ թեժ պայքար գնաց թիմերի մեջ, 4 թիմեր շատ որակով կազմ ունեցան, որոնք համալրված էին ազգային հավաքականի բասկետբոլիստներով, որակով օտարերկրյա բասկետբոլիստներով, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, և եղավ ինչ որ եղավ, կայացավ լավ սպորտային մրցաշրջան, մրցաշար, որի հաղթողը դառավ Ուրարտու բասկետբոլային ակումբը, որի կապակցությամբ ես շնորհավորում եմ, դուք Ուրարտու բասկետբոլային ակումբի նախագահն եք։ Շնորհակալություն, գիտեք, այնուամենայնիվ ինքնանպատակ չպիտի լինի Հայաստանի առաջնության գործունեությունը։ Ճիշտ է, բասկետբոլը մեծ առումով ֆուտբոլ չէ ու բիզնես չէ, շատ բարդ է բասկետբոլում գումար աշխատելը, առավել ևս եթե հովանավորներ չկան, դժվար է թիմ պահելը, բայց ինքը ինքնանպատակ չէ և կարծում եմ, որ հենց Ալիգայի այս գործունեության արդյունքում է, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում արդեն կա տեղացի բասկետբոլիստ։ Առաջին հնգյակում, ասենք, Յուրա Մելիքյան ունենք, որն այսօր խաղում է շվեյցարական ակումբում։ Որի կայացումը եղել է հենց ԲԿՄ-ում, Ալիգայում չեմպիոն է դառել 22 թվականին արդեն մենք ունեինք 5 բասկետբոլիստ, որոնք ներկայացնում էին Հայաստանի արտադրանք, ասենց ասեմ, բասկետբոլիստ, բայց նրանք ինչ որ
շատ մեծ ներդրում չունեին 22 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթանակին, իսկ հիմա մենք ունենք հնգյակում արդեն բասկետբոլիստներ ու առաջատար բասկետբոլիստներ։ Յուրայից է կախված արդյունքը, մենք ունենք ալիգան ներկայացնող Ալբերտ Թադևոսյանը, որը հնգյակում է, որը կարելի ասել կայացել է որպես բասկետբոլիստ հենց Հայաստանում, չնայած ինքը Ռուսաստանում ծնված է։ Դանիել Կիրակոսյան, հիմա արդեն Կարեն Մելիքյանը կա, այո, Տիգրանը Մկրտումյան կա, Դավիթ Խաչատրյանը կա, որը հաջողությամբ խաղում է։ Սա նրա մասին է խոսում, որ մեր ստեղծված համալիրը բասկետբոլի սկսել է աշխատել։ Մենք արդյունք ենք տալիս թե բասկետբոլիստների առումով, թե հավաքականում ներկայացնում մեր ալիգայի, մենակ ալիգայի չէ, մեր հայկական բասկետբոլի։ Հիմա կամաց, եթե մենք 9-10 տարի առաջ խաղում էինք 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունները 18 էլի հիմնականում կազմված էին թիմեր առաջատարները արտասահմանից էին, հիմա կամաց մեր տղաները տեղ են գրավում այդ հավաքականներում եւ լավ արդյունքներ են ցույց տալիս։ Օրինակ անցած ամառ Երևանում անցկացրած 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում, որը շատ լուրջ մրցակցություն էր, Հայաստանի թիմը լավ տեսք ուներ եւ առաջատարները հենց Հայաստանը ալիգան ներկայացնող բասկետբոլիստներն էին։ Յորան դարավ երկրորդ տարին անընդմեջ դարձավ լավագույն խաղացողը այդ U20 առաջնության, որը Խորվաթիա կար, Պորտուգալիա կար, Լատվիան հաղթեց, շատ ուժեղ մրցակցություն կար, Վրաստան կար, գործակիցը ամենալավն էր նրա 2 տարի անընդմեջ։ Դա ինչ որ մի բանի մասին խոսում է, ու Յորան ասենք 16 տարեկանում մեկնարկել է հենց ալիգայում FIMA-ի կազմում եւ ոչ մեկ չէր սպասում, որ ասես թռիչքային արդյունք ցույց կտա, ու մենակ նրան չի վերաբերվում, ասեմ ձեզ ակնկալիքներ ունենք մի քանի բասկետբոլիստներից, որ 1, 2, 3 տարվա ընթացքում նորից թռիչքաձև զարգացում կստանան որպես իրենց բասկետբոլի որակով եւ կներկայացնեն այս տարվա թիմերն էլ կարծես թե բոլորն էլ իրենց տեսլականի մեջ ունեին աճեցնել բասկետբոլիստներ ու բոլոր թիմերում կային 16-17 տարեկան պատանիներ, երիտասարդներ, ովքեր իհարկե ամբողջական խաղաժամանակ չէին ստանում, բայց բարբերաբար հայտնվում էին իրենց թիմերի կազմերում եւ բավական լավ էին հանդես գալիս։ Մասնավորապես Ուրարտուի կազմի երիտասարդները շատ լավ էին մտնում փոխարինման։ Ստեփան Մավյանի մասին կարող եմ ասել օրինակ, որ հետո կարծեմ դարձավ հենց այդ օրը ֆինալի օրը quadruple double էր նա չկարողացավ ֆինալ գալ, որտեղ իր երիտասարդական թիմում ձեր թույլատրությամբ նա մասնակցեց ոչ թե ֆինալին, այլ ինչ որ մրցաշրջանի խաղին, դա quadruple double էր արել, որը Հայաստանի պատմության մեջ առաջինն էր։ Ոչ մեկ դրանից առաջ quadruple double չէր արել։ Նա լավ ապագա ունի, Օլիմպիադանում խաղում է 18 տարեկանների հավաքականի անդամ Արտուր Ավագյանը, որը լիարժեք 30-35 րոպե ամեն խաղում անցկացնում էր ալիգայի թիմի կազմում, որը սուպեր գավաթ հաղթեց։ Սենց ասեմ, մրցակցությունը շատ լավն էր ու երիտասարդները մասնակցում էին այդ մրցակցությանը։ Հիմա ասել 20 տարեկան խաղացողը երիտասարդ է, թե չէ, իհարկե երիտասարդ է։ Մենք հատկապես բասկետբոլի համար երիտասարդ է։ Հիմա առաջատարը Ուրարտուի Դանիել Կիրակոսյանը ինչ որ նեղացած էր, որ ինքը MVP չստացավ, բայց տվյալներ կար, թե ով պետք է MVP ստանա, բայց այն որ ինքը հավակնում էր MVP ստանալու 20 տարեկան լինելով, արդեն շատ բանի մասին է խոսում։ Նա 84 միավոր ԼԲԿՄ-ում ելույթ ունենալու ժամանակ այս տարվա ընթացքում դե փոխվեց եկավ Ուրարտու 84 միավոր խփեց, որ աշխարհի լավագույն արդյունքն է։ Կարելի ասել, որ պաշտպանությունը վատն է ալիգայում եւ այլն, բայց այդ ասողները թող փորձեն միգուցե առանց հակառակորդի 25 րոպեում, որը անցկացրեց Դանիել Կիրակոսյանը, 84 միավոր խփել։ Այդ շատ ուժեղ արդյունք է, հասկանում եք, ու պաշտպանություն կար, չի կարելի ասել չկար, դաբլ թիմ է իր դեմ անում։ Այս տարի ասեմ, որ որակը օտարերկրյա խաղացողների բավականին բարձր էր, որը մենք մի քանի տարի անընդմեջ չենք ունեցել sense որակ, ու ասեմ մի քանի խաղացող երևի արդեն կստորագրեն մյուս մրցաշրջանից եվրոպական չեմ ասի top թիմերում, դա ապագա է ավելի նրանց համար, բայց միջին թիմերում մի քանի հոգի կստորագրեն, թե Օլիմպիադանից, թե Հատիսից, թե Ուրարտուից նամանավանդ իհարկե կստորագրեն։ Ես չէի սպասում, որ sense պայքար կլինի,
Մրցաշրջանից առաջ ես հարցազրույց ունեի Armen Press-ում եւ հարցրեցին ով կլինի, ես ասացի, որ 4 թիմ երևի կմրցակցեն իրար մեջ, բայց այդ ավելի շատ ցանկություն էր իմ համար, որ մրցակցեին, քան թե ինչ որ կանխագուշակում, բայց փաստորեն ճիշտ եղավ, ու ասեմ, որ կիսաեզրափակիչ խաղը, որում երկու կիսաեզրափակիչն էլ Urartu-ն հաղթեց Երևանու թիմին, դա շատ դժվար խաղեր են, մի քանի միավոր էր տարբերվում։ 2 միավոր եւ 5 միավոր։ 2 միավոր եւ 5 միավոր, իսկ երկրորդ խաղը Հատիսը հաղթեց եւ ընթացքում երկրորդ քառորդներ թե երրորդներ 8-9 10 միավոր առաջ էր, որը վերջնական արդյունքը չէր կարելի կանխատեսել։ Շատ հետաքրքիր պայքար գնաց։ Իհարկե այն բանը, որ ինչ որ տենց միջադեպ եղավ եզրափակիչ խաղից հետո, մի քանի բանի մասին է խոսում, որ մենք հələ այդ մշակույթը չունենք, որ ընդունենք պարտությունը բաց դեմքով, որ մենք կարանանք շնորհավորենք հակառակորդին հաղթանակի համար դրանից հետո, ոչ թե ինչ որ մեղադրենք իրար ինչ որ տարբեր բաներում, կռիվ միշտ է կարող լինի սպորտում։ Սպորտը հենց Թեպետ ես անու ճշմարտությամբ պիտի ասեմ, որ Հատիսի նախագահ Սուրեն Զոհրաբյանը անմիջապես մոտեցել ու շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ, այս առումով ամեն ինչ նորմալ է, երբ որ թիմի ղեկավարը նախագահ ընդունում է, հասկանում է ու պատրաստ է շնորհավորել մրցակցին, դա իսկապես լավ մշակույթ է, ընդհանրապես մեծ սպորտում ընդունված է նախագահները միասին են նստում նայում խաղը ու շատ զուսպ, շատ հավաքված, սա կարևոր է, բայց պիտի խնդիրներ իհարկե լուծել, որպեսզի այլևս չլինեն այդպիսի տհաճ միջադեպեր, նաև մրցավարության խնդիր կար իհարկե, ընդհանրապես մրցավարական դպրոցը աճելու խնդիր ունի, նախ ռոտացիան է փոքր, շատ քիչ են մրցավարները եւ դա որակապես ազդում է խաղերի վրա։ Ես Քավլիցի չեմ ուզում ասել, թե որևէ մեկը կողմնակալ է, բայց այն որ խնդիրները շատ են, դա փաստ է։ Եվ իհարկե խաղացողների խնդիրն էլ կա։ Խաղացողներն էլ այնքան պրոֆեսիոնալ չեն, որ մրցավարի որոշումը ընդունեն բասկետբոլում ընդունված ձեռը բարձրացնելու ժեստով։ Բոլոր որոշումները սկսում են սակարկել, քննարկել, լավ է որ այդ մրցավարները այդքան էլ դիմանում են։ Այլ պարագայում կարող են ուղղակի սուլի չտալ, ասել արդու դատիր, եթե այդքան լավ ես հասկանում։ Դրա համար պիտի այդ մշակույթը բարձրանա։ Ես հենց այդ բանը ասացի, որ մենք մշակույթը պետք է բարձրացնենք։ Մրցավարների կապակցությամբ ես կարող եմ ասել, որ երբ որ արագությունը բասկետբոլի սպորտի արագությունը բարձրանում է, իսկ այս մրցաշրջանում շատ էր բարձրացել արագությունները։ Նրանք արդեն չեն հասցնում ուշադրություն դարձնել ամեն մանրուքներին, որը իրենց վրա խաղացողները կարող է զգում են, եւ սխալները շատանում են։ 8 տարի առաջ, որ մենք առաջ 9 տարի երևի, 17 թվականից արդեն 9 տարի եղավ, մենք որ սկսեցինք Ալիգայի առաջի մրցաշրջանը, մրցավարները նույն դեմքերն էին, 1-2 հոգի ավելացել է, 1-2 հոգի պակասել է, բայց նույն մի խումբ մրցավարներն են, որոնք սպասարկում են Ալիգան։ Փաստորեն ջահել մրցավարների հոսք չեղավ դեպի Ալիգա։ Տարբեր պատճառներ կա սրան, ես գիտեմ, որ ֆեդերացիայով մենք փորձում ենք աշխատենք, որ երիտասարդները փորձ ստանան։ Ես առաջարկ ունեի անցյալ տարի էլ, նախանցյալ տարի էլ, որ 2 փորձառու մրցավարի հետ միշտ մեկ երիտասարդ տնենք, որը փորձի շնորհիվ ինքը կդառնա բարձր որակի մրցավար։ Դա չընդունվեց, ինչ-ինչ պատճառներով, ասում էին, որ չի հասցնի, կարող է սխալներ անի, բայց տեսնում ենք, որ բոլորն է սխալվում են։ Սխալը մարդկային ինչ-որ մարդուն բնորոշ բան է սխալվելը, ոչ մեկս հանճարերը բասկետբոլիստները սխալանում։ Ես բասկետբոլիստներին ասում եմ, դուք որ գնում եք ազատ օղակին նետում եք կատարում օղակի տակից ու վրիպում եք, այդ ավելի վատ, թե մրցավարի ինչ որ չի տեսել, չի նկատել, որն է ավելի վատ։ Հիմա դուք պետք է հանդուրժեք այդ ամեն ինչը, պետք է իրար էլի այս մշակույթի հարց է։ Մենք մշակույթը պետք է բարձրացնենք այնպես, որ իրար հանդուրժենք։ Թիմային սպորտը մենակ այն չի, որ խաղացողները թիմ են կազմում։ Թիմային սպորտը պետք է թիմը լինի թիմերի ղեկավարները, իրանք պետք է շահագրգռված լինեն, որ բասկետբոլ զարգանա, մրցավարները պետք է շահագրգռված լինեն, որ բասկետբոլ զարգանա։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, բայց այս մրցակցությունը պետք է առողջ մրցակցություն լինի, ոչ թե մեղադրել ինչ որ պարտության մեջ
հակառակորդի ինչ որ միտում ամեն անգամ ասել, որ մրցավարների հետ խոսացած, մրցավարները միշտ իմանալով, որ ես ինչ որ կապ ունեմ Ուրարտուի հետ, ես չեմ թաքցնում, ասենք, որ Ուրարտուն իմ հարազատ թիմերից մեկն է, ԲԿՄ-ն էլ է իմ հարազատ թիմերից մեկը, թող հələ ասեն Էրեբունու ղեկավարները թող ասեն ինչքան եմ այս տարի Էրեբունուն օգնել, Արտիկին ամեն տարի ենք մենք օգնում, թե ֆինանսական, թե կայանալու առումով, բոլորին օգնում եմ, բայց ասել, որ Ուրարտուն հաղթում է, որովհետև Պողոսյանը ինչ որ միտում ունի։ Որովհետև եզրափակչին 4 առաջատար խաղացող 5 տուգանքով նստում է Պայեստայինների նստարանը։ Ուրարտուի, հա։ Շատ ուժեղ օգնություն է։ Շատ օգնություն։ Ես հակառակ ես ինչ շատ զուսպ եմ պահում այդ առումով, իմ էմոցիաները ցույց չեմ տալիս, եթե ինչ որ մի տոկոսով էմոցիա ցույց տամ, բոլորը շուռ են գալի, ասում են այսի Պողոսյանն էր, տեսակ ինչ արեց։ Ես աշխատում եմ չանեմ այդ ամենը։ Ուզում էի նաև ԲԿՄ նախագծի մասին խոսել, ասել, որ կարծես թե ստացվեց այս դեպքում, որովհետև ԲԿՄ-ն տվեց լավ արդյունք։ ԲԿՄ-ում աճեցին մարդիկ, ում անունները քիչ առաջ մենք նշեցինք, ու կարծում եմ, որ այն պիտի շարունակական լինի, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան այդ իրենց աճի տարիքը չկորցնել։ Ես փաստորեն ֆեդերացիան ու ալիգան անմիջական ղեկավարում են ԲԿՄ-ին, ԲԿՄ-ն մենք դիտարկում ենք որպես մեր բասկետբոլի հիմք ապագա աստղեր աճեցնելու համար ու հաջողում ենք մենք։ ԲԿՄ-ն նույնիսկ չեմպիոն է դարձել ալիգայի 2 տարի առաջ, չեմպիոն դարձավ, Էրեբունուն հաղթելով, որը ոչ մեկ չէր սպասում։ Իհարկե Ալբերտ Թադևոսյանն էր խաղում, բայց մնացած այս նույն բասկետբոլիստներին, որոնք նույնիսկ 18 տարեկան են, նոր էին բանակ գնացել ու դարձան չեմպիոն, անսպասելի, որ աստղային կազմ ուներ Էրեբունին։ Դարձավ յուրո, մենք ունեցանք յուրա ԲԿՄ-ից, որը 3 տարի անընդմեջ խաղաց, հիմա Եվրոպայում է խաղում, մյուս տարի շատ լավ պայմանագիր է կնքելու, ես հուսով եմ NCAA գնալու այնտեղ համ փող կաշխատի, համ կզարգանա։ Ունեցանք օրինակ Դանիել Կիրակոսյան, որը ԲԿՄ-ով եկավ Ռուսաստանից եկավ, ԲԿՄ-ով անցավ Ուրարտու։ Մենք ունենք ազգային հավաքականի մի քանի տեխնացու կամ արդեն հիմնական կազմի խաղացող Կարեն Մելիքյանն էր Ուրարտուից, Արայիկ Գևորգյանն էր Ուրարտուից, որը այս տարի էլ մասնակցեցին ալիգայում, ԲԿՄ-ից Մարատն էր Միքայելյան, Տիգրանն էր Մկրտումյան։ Ես նույնիսկ իմ մտքում ուզում եմ անենց անեմ, տղաները մնան ԲԿՄ-ում, չնայած արդեն բանակը ավարտել են, կարան ցանկացած անկում գնան գումար աշխատեն, քիչ շատից, բայց կփորձենք այնց անենք, որ այդ գումարը նրանք աշխատեն ԲԿՄ-ում, որ կարողանանք հիմքը պահել, որ նոր երիտասարդ խաղացողները, որոնք կգան ԲԿՄ, այնուամենայնիվ պետք է ունենալ թիմ, որը միավոր բաժանող չի լինի, այլ կլինի մրցակից։ Չէ, միավոր բաժանող չէ, 5-րդ տեղը գրավեց ԲԿՄ-ն, մի քանի փայլուն հաղթանակ տարավ, նույնիսկ Արտիկը, որ ուներ իր կազմում 3 սևամորթ, ու ասեմ, այդ սևամորթներից մեկը լավագույններից էր անդրադարձ տիրելուց, մեկը լավագույնն էր, մեկը ուրիշ մեկը ասիստներով, փոխանցումներով, մեկը երկրորդն էր միավոր բերելով, բայց նրանք գրավեցին 6-րդ տեղը եւ ունեին շատ լավ կազմ ամեն գծերով, բայց ԲԿՄ-ն կարողացավ հաղթահարել լավագույնս ցույց տալ եւ 5-րդ տեղ է գրավել, իսկ Արտիկը միայն 6-րդ, ասեմ, որ Արտիկը 3 տարի առաջ դարձել է Հայաստանի չեմպիոն, դա էլ ասեմ, նրանք կարողացան չեմպիոն դառնալ, ու չեմ ասի, որ կազմը այն ժամանակ ավելի լավն էր, քան թե հիմա։ Հիմնական խնդիրը ալիգայի ես տեսնում եմ բասկետբոլի զարգացման մեջ, որ մենք կարողանանք աճեցնել մեր երիտասարդ բասկետբոլիստներին ապագա ազգային թիմի համար, այդ առաջի խնդիրն է։ Երկրորդը, ես օրինակ հավատում եմ, դուք ասեցիք սկզբից, որ գումար չկա բասկետբոլում, գումար աշխատելը անհնար է։ Անհնար չէ, բայց շատ բարդ է։ Բարդ է, բայց ես հավատում եմ, որ թիմերը կարող են գումար վաստակեն։ Մենք էլ թերի ենք, ալիգայի ղեկավարությունը, մենք պետք է հարթակ ձևավորենք, որը թույլ կտա թիմերին այդ գումարները վաստակես, ինչ որ գաղտնիքներ չկա, հասարակ բանը մեր բյուջեները հիմա այնքան ցածր են, որ ես Եվրոպացիներին ասում եմ, օրինակ sense թիմա ձևավորվել, օրինակ, չգիտեմ, 50-60 հազար կամ 30 հազար բյուջեով զարմանում են, ասենք, ոնց եք դուք արել, էլի մենք ինչ որ նույն կազմը դուք էլ գիտեք, այն Ուրարտուն ավելի թույլ կազմը, որ ելույթ էր ունենում 7 տարի առաջ, ասենք 2 անգամ ավել գումար էր ծախսում։ Հիմա մի քիչ ոնց որ մենք այդ օպտիմիզացրել ենք այդ հարցերը, թիմերին օգնում ենք ամեն ձևի ու կարողանում ենք անենք, բայց այդ այն գումարները չի, որ հովանավորությամբ, թե տոմսախելով, թե ինչ-ինչ ձևերով
թիմը կարողանա այդ գումարները վերադարձնի ու նույնիսկ աշխատի։ Այդ իմ նույնիսկ ոչ թե նպատակն է, դա իմ երազանքն է, որը ես փորձում եմ անեմ, բայց ձեր երազանքները իրականություն կդառնան, բայց ինչև հաղորդման ավարտը դուք նաև պիտի պատասխանեք հեռուստադիտողների հարցերին, դրա համար գործընկերոջս հրավիրեմ տաղավար։ Սիրով։ Մարիամ, ժամանակն է հարցեր հղել պարոն Պողոսյանին, տեսնենք ինչ կպատասխանի։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Հեռուստադիտողին հետաքրքրում է դուք սիրում եք բասկետբոլ դիտել որպես երկրպագու, թե ավելի շատ ներգրավված լինել կազմակերպչական հարցերում։ Կազմակերպչական հարցերը բավականություն այդքան չեն տալիս, ինչքան ուղղակի դիտել հետաքրքիր խաղը, բայց հայկական բասկետբոլին չեմ կարողանում դիտել որպես երկրպագու, որովհետև ներգրավված եմ աշխատանքային պրոցեսների մեջ, ուզած-չուզած ինչ որ աշխատանքային եմ նայում, օրինակ չի ստացվում լավ խաղերը ալիգայի նայել տրիբունայից, միշտ հենց ներքևն եմ լինում, մասնակցում եմ, փորձում եմ ինչ-որ բաներով օգնել անձնակազմին, այդքան է, բայց իհարկե ավելի հաճելի է որպես երկրպագու նայել։ Լիգայում կան բասկետբոլիստներ, որոնց խաղը տեսնելով արտերկրից տրանսֆերի առաջարկ են արել։ Բազմաթիվ իհարկե նույնիսկ այս տարի, անցյալ տարի էլ, նույն տարի էլ եղել է տրանսֆերներ եւ խաղացողները գնացել են։ Այդ վերաբերվում է նույնիսկ հայ բասկետբոլիստներին։ Իսկ մենք ունենք ալիգայից հետո ալիգայում մեկնարկելուց հետո երևի մոտ 25 բասկետբոլիստ, որը Եվրոպայում տարբեր տեղեր խաղում է կամ խաղացել է։ Մեքսիկայում են խաղում ինչ-որ տարբեր բասկետբոլիստներ, Լատինական Ամերիկայում իհարկե կա, դա նրանք դիտարկում են ալիգան որպես տրամպլին, որ կարողանան ուրիշ ավելի որակով, ավելի աշխատավարձը բարձր տեղ կարողանան խաղան դրսևորեն իրանց, իհարկե ամեն տարի լինում է։ Կան խաղացողներ, որ ձեր կարծիքով դեռևս չբացահայտված տաղանդ ունեն, եւ մենք պետք է հետևենք նրանց, որպեսզի նրանց տաղանդին բացահայտվի։ Կարևորը մենք հետևենք, որտեվ այսօր երիտասարդ բասկետբոլիստը այդքան հետաքրքիր չի, եթե նա բարձր որակի վարպետության չի տիրապետում, հետևելը մի քիչ նրան դեռ շուտ է, նա ստանում է 2 րոպե, 3 րոպե ժամանակ, բայց մեր խնդիրն է, որ մենք ճիշտ գնահատենք նրանց հնարավորությունները, ճանապարհ ստեղծենք իրանց համար, որը արդեն իրանցից է կախված այդ ճանապարհը կանցնեն, թե չեն անցնի, որ ուրախացնեն մեզ ապագայում։ Իհարկե կան բասկետբոլիստներ, բայց անունները ձեզ բան չի ասի։ Ինչ գործոններ կամ բասկետբոլային տեխնիկա եք համարում հիմնական հաղթանակի հասնելու համար։ Մարդիկ հաճախ շեշտում են նաև հոգեբանական պատրաստվածությունը, մասնավորապես հավաքականի դեպքում։ Դե երկու գործոն կա, որը բասկետբոլիստը պետք է ունենա, որ հաջողության հասնի, դա աշխատասիրությունն է եւ տաղանդն է։ Միայն տաղանդով հաջողության չես հասնի, եթե դու Լուկա Դոնչիչ չես կամ Յոկիչ չես, ու մենակ աշխատասիրությամբ մեծ արդյունքների չես հասնի։ Բայց մեր ազգը շատ տաղանդավոր ազգ է, մենք բոլորս էլ գիտենք կամ մտածում ենք, որ տաղանդավոր ենք, բայց հուսով եմ, որ տաղանդավոր ենք, աշխատասիրությունն է, մենք պետք է փոքր տարիքից սկսենք անենց անել, որ իրանք այդ հատկությանը տիրապետեն։ Ասեցի, 2 հատկություն կա, մնացածը սովորելու վրա է։ Եթե մենք մարզչական անձնակազմ ունենանք, որ կարողանան նրանց ճիշտ ձևի ուղղություն ցույց տան, նրանք կհասնեն հաջողության։ Աշխատասիրություն եւ տաղանդ։ Իսկ թիմային աշխատանքը կարևոր չէ։ Կարևոր է իհարկե, բայց թիմային աշխատանքը դա թիմային աշխատանք է, ոչ թե բասկետբոլիստին վերաբերվող։ Իհարկե կան անձեր, որոնք թիմային աշխատանք չեն ընդունում, նրանք նույնպես հաջողության չեն հասնի։ Բայց այդ արդեն ինչ-որ հոգեբանական հարցեր են, որը երևի մենք չենք կարող կառավարել։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Մաղթում եմ, որ ամեն տարի ալիգան ավարտվելուց հետո հարցեր ավելի շատ լինեն ու այդ հարցերը ազդարարեն հերթական ձեռքբերման մասին։ Այսօրվա թեման բասկետբոլն էր, հյուրս Արա Պողոսյանն էր, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։